Բացատրանք 226 Առեղծվածների թանգարանը գիրքն արժե 2100 դրամ։ Դա երկու անգամ էժան է, եկեք ստեղծենք մեծ արվեստ գրքից, հաշվիր թե որքան պետք է վճարել այդ գրքերը գնելու համար։ Մենք գիտենք առաջին գիրքը արժե 2100 դրամ։ Երկրորդ գիրքը դրանից թանկ է երկու անգամ, այսինքն սա էժան է երկրորդից երկու անգամ, հարցական երկու անգամ թանկ է ավել, քան առաջին գիրքը, երկուսը միասին, քանի դրամ պետք է վճարել, մոտավորապես համառոտագրեցինք, որպեսզի մենք իմանանք երկրորդ գրքի արժեքը, մենք պետք է 2100-ը բազմապատկենք 2-ով։ Հավասար է 4100 դրամ։ 4100 դրամ արժեր, եկեք ստեղծենք մեծ արվեստ գիրքը։ Որպեսզի իմանանք, թե քանի դրամ պետք է վճարենք երկու գրքերը գնելու համար, 4100-ին գումարում ենք 2100, հավասար է 6200 դրամ։ Բ. Լաբիրինթոսների կալվածքը գիրքն արժե 2100 դրամ։ Դա 1800 դրամով էժան է արտասահմանյան հեքիաթներ գրքից։ Հաշվիր, թե որքան պետք է վճարել այդ երկու գրքի համար։ Առաջին գիրքը արժե 2100 դրամ, իսկ երկրորդ գիրքը արտասահմանյան հեքիաթներ գիրքը 1800 դրամով թանկ է լաբիրինթոսների կալվածքը գրքից։ Եթե առաջին գիրքը էժան է երկրորդից, հետևաբար երկրորդը թանկ է առաջինից։ Երկրորդ գիրքը հարցական։ Հիմա մենք համառոտագրենք սրան հակառակ ձևով։ 1800 դրամով էժան, երկրորդից միասին հարցական դրամ։ Առաջին հարցով 2100-ից կգումարենք 1800, հավասար է 3900։ Արտասահմանյան հեքիաթներ գիրքը արժե 3900 դրամ։ Երկրորդ հարցով 2100-ին կգումարենք 3900, 5000 և 6000 դրամ։ Կիմանանք, թե որքան արժե երկու գիրքը միասին, այսինքն թե որքան պետք է վճարենք երկու գրքի համար միասին։